Բաքվում շարունակվող դատավարություններ, Հիկմետ Հաջիևի այցը Հայաստան, գերիների վերադարձի շուրջ նոր նախաձեռնություններ և Ռուբեն Վարդանյանի բանտից հնչող ուղերձներ, այս և այլ թեմաների շուրջ այս պահին զրուցելու եմ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հետ։ Տիկին Թանդիլյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Երեք Բաքվի դատարանում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության գործերի վերաքննիչ բողոքի քննությունը։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ակնհայտ է, որ դա ևս հաջորդ փուլի այսպես ներկայացումն է լինելու։ Ես վստահ եմ, որ հայ ռազմագերիներ, ովքեր այնտեղ են գտնվում, սա նախաձեռնել են զուտ ցույց տալու, շարունակելու օրակարգում պահել այս հարցը եւ ցույց տալու, թե ինչ է կատարվում Բաքվում, որտեղ անգամ այդ դատավարությունները չեն ընթանում Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան։ Բայց կարևոր է այս մարտավարական քայլը, որպեսզի կարողանանք պահպանել նրանց նկատմամբ ուշադրությունը, պարբերաբար գոնե նրանց կարողանանք որովհետև այդ հնարավորությունը չնչին առկա է այդ պարագայում, մինչդեռ արդեն շատ ընտանիքներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ Բաքվի բանտերում։ Հետևաբար ակնկալիքներ բնական է չկան եւ պիտի ուղղակի իմանալ, որ մեր հայրենակիցները այնտեղ ամենօրյա բարոյական, հոգեբանական ճնշման ներքո գոյություն են ունենում եւ մեր համար առաջնայինը պիտի լինի նրանց վերադարձը առանց նախապայմանների։ Տիկին Թանդիլյան, մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը Հայաստանում էր, ավելին Դիլիջանում հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ։ Ինչու այս այցի մասին նախապես ոչինչ չի ասվում եւ ինչ է կարծում, ինչու հանդիպման վայրը ընտրվեց հենց Դիլիջանը։ Ոչ միայն նախապես ոչինչ չի ասվում, այլև չի ասում, թե ինչի մասին են քննարկել անվտանգության խորհրդի նախագահը Հաջիևի հետ, եւ դա կարևորագույն տեղեկատվությունն է, որ պիտի կիսվեր հայ ժողովրդի հետ։ Ակնհայտ է, որ ընտրություններից հետո այս այցը նշան է այն մասին, որ ահա շարունակեք կատարել մեր պայմանավորվածությունները, որովհետև հայտարարել եք, որ ընտրվել եք։ Եվ ցավալի է նաև արձանագրել, որ առաջին պաշտոնյայի այց ադրբեջանական ղեկավարի, ադրբեջանական գործչի այց է Հայաստան, ինչը ցույց է տալիս, որ մեր պետությունը ցավոք սրտի շարունակում է գտնվել նսեմացած, ստորացած վիճակում իր հարևանի կողմից, ում հետ խաղաղության այսպես փուլ ենք իբրև թե անցնում։ Սա նաև ինչու է Դիլիջանը շատ ցավալի է գիտակցել, որ հենց բոլորս գիտենք, թե Դիլիջանը ինչպես է դարձել Հայաստանի այցեքարտ ում միջոցով, Ռուբեն Վարդանյանի միջոցով, թե ինչպես է բոլոր մարդիկ այլևս ձգտում դեպի Դիլիջան եւ հենց այստեղ այս խորհրդանշական այցի շրջանակներում ես կարծում եմ հենց ցանկություն է եւս մեկ անգամ նսեմացնելու հայ ժողովրդի արժանապատվությունը եւ ցույց տալու մեզ, որ այս իշխանությունները իրենց ուղղակի ազդեցության ներքո են գործում։ Ձեզ համար ինչ էր այս այցը, սովորական աշխատանքային հանդիպում, թե դրա տակ ավելի լուրջ գործընթացներ կան։ Ակնհայտ է, որ այս այցը իր հետևից բերելու է արհավիրքներ որոշումների տեսքով եւ այն խոստումները, որ եւ ընտրությունների ժամանակ այս իշխանությունը տալիս էր ուղակի կամ անուղակի Ադրբեջանին, պատրաստում են իրականություն դարձնել։ Մեզ համար պարզ է, որ ունեն պայմանավորվածություններ, որոնց մասին հայ ժողովուրդը տեղյակ չի եւ տեղյակ է մասամբ իրենց արած հայտարարությունների միջոցով, այլ ոչ ուղղակիորեն, եւ հիմա եկել են իրենց բաժին ավարը ստանալու ադրբեջանցիները եւ ստանալու են, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել Հայաստանում։ Շատ կարճ հայտարարություններ տրվեց այցից հետո, թե ինչ էին քննարկում կողմերը, եթե խաղաղության գործընթացներ քննարկման կենտրոնական առանցքում։ Ձեզ չի թվում, որ խաղաղության մասին խոսելիս հասարակությունը իրավունք ունի մի փոքր ավելի շատ տեղեկություն ստանալ։ Դա իհարկե բնախադասությամբ կարելի է ասել, բայց խաղաղության մեջ ինչ է մտնում, ինչ են անում, ինչ են ակնկալում Հայաստանի իշխանություններից, Հայաստանի պետությունից, սահմանադրության փոփոխության մասին է պարբերաբար խոսում Նիկոլ Փաշինյանը, խոսվում է ադրբեջանցիների մեքենաներով Հայաստան գալու մասին, Ադրբեջանի Ալիևի կողմից, այսինքն տարբեր համատեքստում հնչում են տարբեր մտքեր, հետևաբար այդ օրակարգը, որի շուրջ իբրև թե զրույց են ունեցել, ինչ է իրենից ենթադրում, ինչ պիտի տեղի ունենա եւ ակնհայտ է, որ այս ամենը տեղի ունենում կուլիսների հետևում հայ ժողովրդից թաքուն, որից հետո նրանք աստիճանաբար այսպես օվերտոնի պատուհանի միջոցով կփորձեն հրամցնել հայ ժողովրդին իրենց պայմանավորվածությունները, ձևակերպելով դա խաղաղության ներքո, որովհետև այս ընտրություններում նրանք հենց դա էլ արեցին, փորձեցին պատերազմի չգոյությունը ձևակերպել որպես խաղաղություն, այնինչ սպասվում է մեզ, շատ ավելի ծանր է եւ այս առումով այն խոստումները, որ այս իշխանությունը տվել է դրանց իրականացումը, մեզ բերելու է տարածքային կորուստներ,
ել չեմ ասում բարոյազրկումը շարունակվելու է։ Ինչ եք կարծում, ինչու գերիների հարցը չի դառնում խաղաղության օրակարգի անբաժան մաս եւ դա ռազմավարական սխալ է, թե գիտակցված ընտրություն։ Դա մեր իշխանությունների անկարողության եւ առհասարակ ասելիք չունենալու խաղաղության օրակարգում ասելիք չունենալու դրսևորում է։ Չի լինում խաղաղություն, երբ որ դու ունես գերիներ մեկ այլ երկրի տարածքում ու հետ խաղաղություն ես պատրաստվում կնքել։ Սա ցույց է տալիս, որ ամեն բան Ադրբեջանի պայմաններով է, այլապես որևէ երկիր չի գնում այսպեսի, չի կարող գնալ այսպեսի խաղաղություն։ Այսպեսի խաղաղություն ուղղակի չի լինում։ Երկարաժամկետ կայուն խաղաղության անհրաժեշտություն կա եւ այն ինչ կատարվում է, սա ուղղակի խաղաղության իմիտացիա է։ Սա ընդհանրապես ցույց է տալիս, որ այն ինչ անվանվում է խաղաղություն, սա Ադրբեջանի օրակարգն է։ Այս ճանապարհով այլևս տարածքային ամբողջականությունը խաթարել Հայաստանի անել ինչ ուզում է եւ չունենալ որևէ տեսակի արձագանք Հայաստանի Հանրապետության կողմից։ Մինչ Հայաստանում քննարկում էին Հաջիևի այցը, Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է արել եւ ըստ այդ հայտարարության նա ցանկանում է նախաձեռնություն մարդասիրական պատվիրակություն ստեղծել, որը կայցելի Բաքու։ Ձեր գնահատմամբ նման նախաձեռնությունները կարող են իրական ազդեցություն ունենալ։ Չի ստացվում, որ ընտանիքները այսօր անում են այն, ինչ պետք է անի պետությունը։ Ընտանիքները այսօր ցավոք սրտի միայնակ են Ադրբեջանի պետության առջև եւ այն ուղերձը, որ տիկին Վերոնիկա Զոնաբենդը հնչեցրել է եւ այն նախաձեռնությունը, որը փորձում է անել, արտացոլում է հենց այդ ուղերձը, որ իրենք անգամ տարական կապ չունեն իրենց ընտանիքի անդամների հետ շատերը եւ սա մարդասիրական այց է եւ նախաձեռնություն Նաև որը ցույց է տալիս, թե ինչ սարսափելի վիճակում են գտնվում այդ կապը ընդհատված Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ իրենց ընտանիքների միջև եւ չկա որևէ պետական ինստիտուցիոնալ մարմին, ով զբաղվում է այդ հարցով։ Դուք գիտեք, որ դիմել էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, այսինքն այլևս ընդհատված է այդ կապը եւ առհասարակ նրանց ուղղությամբ որևէ գործողություն։ Եվ ես երբ որ ասում եմ, որ այս իշխանությունը ուղղակի շահառուն է այդ մարդկանց այնտեղ պահելու, սա դրա առհավատչյան է։ Ես չեմ կարող ասել ինչ հաջողություն կունենա, ես իհարկե շատ կուզեմ, որ զուտ մարդկայնորեն եւ բարոյական հոգեբանական առումով ընտանիքները գոնե ինչ որ ձևի բավարարություն ստանան, եթե նախաձեռնությունը կիրականանա, բայց ես այդքան լիահույս չեմ, որ Ադրբեջանը անգամ մարդասիրական նման այցի հնարավորություն կտա, բայց նույնիսկ եթե դա լինի, սա զուտ մարդկային, մարդասիրական գործողություն է, որ նրանք ընդհանրապես շփվեն իրենց հարազատների հետ, ում տարիներով չեն տեսել։ Տիկին Թանդիլյան, հանրության մի մասը կարծում է, որ այս այցելությունը կարող է խթանել փոխադարձ այդ բարեկամությանը, դուք ինչ կասեք։ Խթանել։ Տեսեք, ես վստահ եմ, որ նախաձեռնությունը առաջ բերելիս նրանք առաջնորդվել են զուտ իրենց ընտանիքի անդամներին տեսնելու, նրանց հետ շփվելու, գրկելու ցանկությունից։ Հիմա հետևանքները ինչպիսին կլինեն, դրական, բացասական, ընդհանրապես չեն լինի, կամ առհասարակ սա տեղի կունենա թե չէ, ասել չեմ կարող, բայց այն, որ այս մարդիկ կարիք ունեն իրենց հարազատներին տեսնելու եւ այստեղ է մարդկային ողբերգության ճիճը, մենք դա պիտի լսենք այս նախաձեռնությունից ու հասկանանք, թե ինչ է կատարվում, երբ որ ամենօրյա ռեժիմով նրանք այդ մասին չեն խոսում, զսպում են իրենց ընտանիքներում են պահում իրենց հույզերը, մենք պիտի հասկանանք, որ թվի ետևում մարդկային ճակատագրեր են, երբ որ ասում ենք առնվազն 19 հայ գերի, դրանք մարդկային ճակատագրեր են, խեղված ընտանիքների ճակատագրեր, թոռների, երեխաների, սերունդների, մեր, իմ, ձեր, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես են վարվում մեր հայրենակիցների հետ Ադրբեջանում։ Եվ սա փորձել անտեսել, ուշադրություն չդարձնել, նշանակում է չհասկանալ մարդկային էությունը։ Եվ դրա հետևանքով առաջացած վերաբերմունքը բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում։ Վարդանյանը վերջին ժամանակներում հաճախ է ուղերձներ հղում բանտից ու վերջին ուղերձը բավական կոշտ էր թե Փաշինյանի, թե Փաշինյանի կառավարության հասցեին։ Ադրբեջանական բանտում գտնվող մարդու յուրաքանչյուր խոսք բնականաբար ստուգվում է, վերահսկվում է։ Ձեր կարծիքով ինչպես ստացվեց, որ նման կոշտ հայտարարությունները հրապարակային դարձան։ Այդպիսի հայտարարություններ եւ տարբեր հայտարարություններ Ռուբեն Վարդանյանը տարբեր փուլերում արել է եւ իր ընտանիքին հետ շփվելու հատկացած ժամանակը նա հաճախ օգտագործում է այդ նպատակով յուրաքանչյուր այնտեղ գտնվող անձ
երբ որ խոսում է ընտանիքի հետ, հնարավորություն ունի ասելու ինչ ցանկանում է, նա այդ ճանապարհն է ընտրել նաև պայքարելու, որովհետև ակնհայտ է, որ նրանց միայնակ են թողել այնտեղ։ Եվ Ռուբեն Վարդանյանի խոսքը հենց այդպես պիտի լսել, որ մենք ընտրում ենք իշխանություն եւ այն իշխանությունը, որ գոյություն ունի Հայաստանում, որը կարող է վարվել այնպես, ինչպես վարվում է մեզ հետ, առանց հասկանալու դրա հետևանքները։ Դուք գիտեք, որ նմանատիպ ուղերձներ եւ խոսքեր այնտեղից հնչեցնում են տարբեր նաեւ հայ գերիներ, Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան, տարբեր մարդիկ փորձում են այնտեղից մեզ լուր տալ, թե ինչ է կատարվում եւ մենք ինչպես պիտի վարվենք։ Ես շատ կարեւոր եմ գնահատում այս ուղերձները, որովհետեւ դա պահի տակ նույնիսկ թափեցնում է հայ ժողովրդի այս թմբիրի մեջ գտնվող վիճակը։ Ես ցավում եմ, որ այնտեղից նրանք այդ դժվարությունները հաղթահարելով են դա անում, դուք պատկերացրեք դրանից հետո ինչպիսի հալածանքների են նրանք ենթարկվում։ Դուք գիտեք, որ Ռուբեն Վարդանյանին արգելել էին անգամ աստվածաշունչ ունենալ, եւ սա ծայրահեղ հոգեբանական ճնշում է եւ հետապնդում, եւ այս առումով նրանք անցնելով այդ դժվարությունների միջոցով մեզ փորձում են հույս տալ եւ գոտեպնդել։ Մենք միայն սա պիտի լսենք եւ հասկանանք, թե մենք այստեղ գտնվելով ինչ ենք անում մեր երկիրը ամրացնելու, մեր բարոյահոգեբանական վիճակը շտկելու եւ մեջքը ուղղելու համար։ Ինչ եք կարծում, Բաքուն ինչ է ուզում սրանով ասել, որ թույլ է տալիս, որ Բաքվի նման հայտարարություններ հնչեն։ Ինչպես ասացի, սա իրենց ընտանիքին հատկացված ժամանակն է եւ այդ ժամանակը դուք գիտեք նաեւ խոսքի ժամանակ մեկի ժամանակ Ռուբեն Վարդանյանին ընդհատել էին դժվարությամբ էր տեղ հասցնում միտքը, եթե հիշում եք այդ ձայնագրություն մենք լսում ենք, որ թույլ չէին տալիս շարունակել, որովհետև նա այդ նաև նյութում խոսում էր, որ դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին, այսինքն բարդությունների միջով են անցնում, բայց նրա ասելիքը դա է, նրան հատկացված ժամանակը իր ընտանիքի հետ նա խոսում է այն, ինչ նպատակահարմար է գտնում եւ փաստացի, սա գիտեք որ Կարմիր խաչն ընդեղ էր եւ նրանք չեն կարող թույլ չտալ նրանց շփվել այդ փուլում, հիմա ավելի դժվար, ավելի դանդաղ է տեղի ունենում, բայց եւ այնպես կրկնում եմ, նա օգտագործում է իրեն հատկացված ժամանակը ուղերձներ տալու եւ մեզ մեսեջներ հասցնելու, որ մենք կարողանանք այստեղ հասկանալ ինչ է կատարվում եւ ինչ անել։ Եթե հնարավորություն տրվի, որ դուք էլ այցելեք Բաքու, կայցելեք տեսակցելու։ Անպայման։ Ինչ ունեք ասելու Ռուբեն Վարդանյանին այս ներքաղաքական իրավիճակից հետո։ Որ իրեն հիշում են, իրեն սիրում են, իրեն սպասում են ու ամեն օր տեսանելի, անտեսանելի ջանք է գործադրվում, իրական հայրենասերների մարդկանց կողմիցով հասկանում են, թե ովքեր են գտնվում այնտեղ եւ որ ոչ մի հայ մարդ չպիտի գտնվի ադրբեջանական բանտում եւ որ պայքարը շարունակվում է եւ այո դժվար է, որովհետեւ այս իշխանությունների մասին ենք խոսում, ովքեր արդեն բռնապետական ճանապարհով են տանում Հայաստանը, բայց նա ամենևին չպիտի ընկճի եւ չի ընկճել մեզ, ինքը պիտի տեսնի, որ ոչ ոքից դա չի ընկճել եւ որ մենք իրենց համար պայքարելու ենք մինչեւ իրենց վերադարձը։ Տիկին Թանդիլյան եւ վերջին մի հարց իշխանության ներկայացուցիչները հաճախ խոսում են գերիների վերադարձի մասին, ասում են, որ իրենց քաղաքականության մեջ դա մտնում է, հնարավոր է գերիները գան։ Ինչ եք կարծում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ գերիների ցանկում մտնում է թե ոչ։ Այսինքն իրենք պայքարում են մարդկանց համար ու մասին խոսելիս ասում են, իսկ այդ ինչպես են գերի ընկել։ Այդ ինչ է պատահել, որ ընկել, այդ ինչի ինչ մի բան չեն արել ու ընկել են գերի։ Ասենց արտահայտություններ անողները պայքարում են գերիների վերադարձի համար։ Խնդրում եմ ձեզ, եկեք չմոլորեցնենք մեր հանրությանը։ Այո, ինչ որ անձանց մասով նրանք կուզեն, որ վերադարձ տեղի ունենա, որ դա բարձրացնի իրենց կործանվող վարկանիշը, բայց դա բացառապես այդ նպատակով է արվելու, եթե արվի, ու թող այդ նպատակով թեկուզ արվի։ Ինձ համար միևնույնն է նպատակը, ինձ համար արդյունքն է կարևոր։ Ինչ վերաբերվում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, այս իշխանությունները նրանց այնտեղ պահելու ուղիղ շահառուն են, ուղիղ։ Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուր 1+1 հայրենասեր մարդու գոյություն Հայաստանի Հանրապետությունում, ով ունի ազդեցություն մարդկանց վրա եւ կարող է համախմբել ժողովրդին եւ ժողովրդի ցասումը, նրանց համար վտանգ է այդ ձևաչափով։ Հետևաբար, իսկ մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր առաջնորդներ են, տարբեր մարդկանց վրա, կարծիքի վրա ունեն ազդեցություն, ունեն կարծիք եւ այդ առումով նրանք ուղղակի սարսափում են այս մարդկանց վերադարձից։ Հետևաբար ոչ միայն ոչինչ չեն անելու, այլև անելու են հակառակը, բայց ես լիահույս եմ, որ ի վերջո եւ աշխարհը եւ մեր պայքարը պիտի բերի դրան, որ բոլորը մինչեւ վերջին մարդը վերադառնան տուն։ Շնորհակալ եմ Տիկին Թանդիլյան։
Հիշեցնեմ, որ ես զրուցում էի ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հետ։